Մայիսյան հաղթանակները, միայն մայիսյան հաղթանակները չէր, Շուշին ուղղակի դա մեր հաղթանակի շարունակությունները, որ հիմք էր դրված 90-91 թվականին, փորձում էինք ձևակերպել, փորձում էինք ձևավորել, փորձում էինք առաջընթաց ապահովել հայ ժողովրդի համար, քանզի ես նորից եմ կրկնում, տղաներ կային, որոնք հասկանում էին, մենք եղերն, սով, համաճարակ, հողեր են կորցրել, դա հասկանում էին, իսկ ով արտահայտում էին, իսկ կային ազատամարտիկները, որոնք դե անգամ դա չէին հասկանում, դա չգիտեն, դա զգում էին, հասկանում եք, կարծես թե վիրավորվածությունը նստած էր հայ տղամարդու հոգու մեջ, եւ մենք երթվեցինք, որ անպայման պետք է հաղթանակ տանենք, եւ մենք դատապարտված էինք հաղթելու, քանի որ մենք մեռնելու պատրաստ ենք։ Իսկ եթե այն մարդը, որ պատրաստ է զոհվելու, նա պարտադիր հաղթանակ տանելու շանս ունի։ Եվ այդպես կռիվը շարունակվեց մինչեւ, ասենք, 1992 թվականի Շուշիի ազատագրումը, ես նորից եմ կրկնում, ես ամեն խոսքից համար պատասխան եմ տալիս, Շուշին դա մեծ ռազմավարական գործունեություն չէր, պարզասեմ, բայց բարոյահոգեբանական կողմից Շուշին նոր լիցք, նոր թափ մեզ տվեց, նոր վստահություն մեր ուժերի վրա, որ մենք այո, պարտադիր հաղթելու ենք։ Եվ անցանք հաղթանակի, տղաները փայլուն գործ կատարեցին, մի մասը Շուշիում, մի մասը ուրիշ տեղեր, նույն ժամանակում տարբեր տեղեր կռիվ էր գնում, տարբեր տեղեր։ Եվ ասենք տեղից տեղ էին գցում, միայն թե կարող հոգնել չկար, հասկանում եք, անդադար պայքարը, մեկը մյուսի հանդեպ ուշադիր, մեկը մյուսի հանդեպ սիրով, մեկը մյուսի հանդեպ, գիտեք, եղբայրական ընտանիք էր կար, հատկապես 92 թվականին մենք եղբայրական բանակ ունենք, դա հայ ժողովրդի ամենաուժեղ բանակների շարքը կարելի էր դասել։ Եթե այսօր մենք բանակ ունենք, 92 թվականին մենք հազարապատիկ ավելի ուժեղ բանակ ունենք, քանի որ մենք ոգով մեկս մյուսի համար պատրաստ էինք զոհվելու ամեն վարքյան ու լրացնում ենք հաղթանակի համար։ Այսօր կան նման նվիրյալներ ընդհանրապես հասարակական, քաղաքական շրջանակներում եւ մեր այն ճանաչած, իմացած թեկուզ հայտնի գեներալիտետի շրջանակներում կան մարդիկ, ովքեր պատրաստ են այդպես էլի գնալու, մարտնչելու։ Գիտեք, իրավիճակը եթե պահանջի դա անելու, ես կարծում եմ, ես իրավունք չունեմ չանելու, որովհետեւ ես իմ անունս արդեն կերտել եմ, անուն ձեռք բերելը շատ դժվար է։ Ես դա ձեռք եմ բերել, ես դա պահելու եմ թեկուզ իմ այլան գնով։ Եվ ինձ նման շատ մարդիկ կան, որոնք մտածում են, որոնք դա այլունը ձեռք են շատ ծանր ճանապարհով բնական անունը բնական է մենք պարտադիր պայքարելու ենք բնական է փորձելու ենք հանենք ոտի բոլորին որպեսզի հայրենիքը պաշտպանենք քանզի հայրենիքը դա աստծո կողմից տված նվեր է մեզ հասկանում եք մենք քանի 100 տարի երկիր չենք ունեցել եթե մենք հայրենիքի ժամանակ ասենք մտածում ենք պատերազմի ժամանակ որ ամենակարևորը զոհվելն է հայրենիքի համար այսօր մենք պետք է հասկանանք որ ամենակարևորը ապրելն է հայրենիքի համար որ մենք կարողանանք մեր հայրենիքը կարգի բերենք հայրենիքի նոր թափ է պետք այս ժամանակներ ես կարծում եմ շատ շուտով կանցնի եւ մենք վստահորենք ասենք որ ամեն մի հայորդի արդեն պատրաստ է հայրենիքի հետ պատերազմելու այլ ոչ թե ասենք 5%-ը կամ 10%-ը կամ 20%-ը մենք այն ժողովուրդը պետք է լինենք որ բոլորը զինվոր պատրաստ լինենք զինվոր դառնալու եւ կանայք եւ ծերերը միջև 60 տարեկան աստված մի արասի հայրենիքի վտանգվելու ժամանակ զինք կոմիսարիատում հերթ կանգնեն ասեն զենք տվեք մեզ մենք բոլորը զինվոր ենք ես քայլում եմ ես շնչում եմ եթե հաց եմ ուտում ուրեմն կարող եմ կրակել եւ պաշտպանել իմ հայրենիքը ես այդպեսի հայրենիք եմ երազել ամեն դեպքում աստվածաշանի իհարկե այդպեսի բաներ լինի բայց մենք դրան փաստորեն պատրաստ ենք եւ անձամբ դրան պատրաստ ենք ուրիշների տեղ պատասխան չեմ կարող տալ իսկ պետության տեսնում եք, հա կոնկրետ պարոն Եղազարյան, կասեք նույն պետությունը որքանով է ուշադիր ձեր նման մարդկանց նկատմամբ, արդյոք հետաքրքրվել են ինչպես եք ապրում, ինչ կերպ եք կարողանում գոյատևել այս դժվար իրավիճակում։ Գիտեք ինչ կա հենց գնահատել են ձեզ այս հոգու արիները, հոգու արությունը մարդու այդտեղ է երևում։ Եթե իմ պետությունը, իմ ժողովրդին չի գնահատում, նրա ինձ գնահատածը ինձ երբեք պետք չի։ Ինձ պետք է որ ժողովրդին գնահատի պետությունը։ Ինձ պետք է որ ժողովուրդը լավ զգա։ Եթե ժողովուրդը մի անգամ լավ զգա, չէ՞ ես 5 անգամ եմ լավ զգալու։ Եթե ժողովուրդը 10 անգամ լավ զգա, ես 100 անգամից լավ եմ զգալու։ Մենք հայեր ենք, դա շատ լավ հասկանում եք ինչ է։ Առաջին այս պետությունից պահանջում է հայրենիքը կարգի բերել։ Ժողովրդի ոգին բարձրացնել, ժողովրդին ուշքի բերել, որ ժողովուրդը հանկարծ չմտածի, որ գիտեք ինչ կա, վայ, վատ ենք ապրում, մեր Հայաստանը լավը չի, մեր հայրենիքը լավը չի, մեր ռեգիոնը լավը չի, փախնենք, գնանք այստեղից, ես զարմանում եմ, գուցե նրանք իրավացի են, բայց ես ժողովրդին ուզում եմ ասել, սիրելիներս,
Եթե ձեր մայրը կամ հայրը ծանր հիվանդ է, մահամեծ հիվանդ է անգամ, դուք թողեք մորից կոծնողից գնաք տնից, ինչքան ճիշտ կլինի։ Այս վիճակում հայրենիքը թողալ գնալը ճիշտ չի, պետք է պայքարվի։ Մեր հայրենիքը, մեր մայրը հիվանդ է այսօր, ծանր հիվանդ է։ Մենք պարտավոր ենք կանգնելու կողք կողքի, լրատվություն կլինի, բանակ կլինի, միլիցիա կլինի, ազնամարտիկ կլինի, ու երկիրը այս վիճակից պետք է հանվի։ Ես այդպես եմ պատկերացնում մեր Հայաստանի վաղվա օրը։ Իսկ այսօրվա գործընթացի մասին ինչ կասեք, բանակցային ճիշտ ուղու վրա է եւ արդյոք ինչ կարելի է սպասել առաջիկայում։ Արցախյան հարցերը դուք ասում։ Դիտեք բանակցային ինչ ճիշտ գործընթացի մասին կարող են խոստնել, որ նորից ամերիկյան այդ դեսպաններ, չէ, կարծեմ 6 կետանոց բաներ առաջ քաշել, թեզեր առաջ քաշել, որով Արցախի մասին ոչ մի լավ բան չի ասում։ Ուրեմն մենք լավ բանակցություններ չենք վարում, լավ բանակցություններ վարելու համար պետք է լինես ուժեղ, ուժեղն է թելադրողը։ Մենք ուժեղ չենք, մենք թույլ ենք, մեզ ինչ ասում ենք, դա ընդունում ենք, հավատացեք կգա մի օր ժամանակ, կլինի ուժեղ Հայաստան եւ Արցախի մասով ոչ մեկ այդպես չի խոսա, արդեն կխուսափեն, խոսքատագիրի դա կվախենան կասեն այդ տեսնում եք, սրանք ասում լրջացել են նորմալ երկիր է դարել, ունեն սփյուռք մեզ 10-12 միլիոն ժողովուրդ են, հենց մենք Հայաստանը կարգի բերենք, ես ես վստահացնում եմ, այսօր կարող եք երկաթա տարարով գրել, եթե մենք Հայաստանը կարգի բերենք, չէ, մենք աշխարհում դառնում ենք 15 միլիոն հայ հայտնելու, ես վստահացնում եմ, այսօր ուղղակի թույլ ենք, իսկ թույլերին ոչ մեկ չուզում են, թույլ է գործ ունենալ, թույլ է բարեկամություն ով է անում, այդ տունը հարևանից վերցրեք փողոցը, պետությունն դա է, աշխարհել դա է, միշտ ուժեղին են հարգում, ուժեղին են բանի տեղ դնում, մենք այդպես որ հայրենիքը պետք է կարգի բերվի, դրանից պետք է սկսել, որպեսզի ամերիկացիներ մեզ հարգի, ռուսներ հարգի։ Գիտեք ինչ կա, եթե դուք ճանաչում եք իշխանավորներին, ես բոլորին լավ եմ ճանաչում, 90%-ն ամեն դեպքում, նրանց ճանաչելով, նրանց անցած ճանապարհը, նրանց վարքագիծը, նրանց բանականության չափը գնահատելով, ես կարող եմ ասել ավելի վատ է լինելու, ոչ մի լավ բան է, մի սպասեք, քանզի, տվյալ մարդիկ ամեն ինչ մեղք ունի, հայրենիքը այսօր քցելու մեջ, իր սարսափելի մեղք ունի, ինչպես կարող են նրանք հանկարծ եկեղեցի են գնացել, քավեր են մեղքել, ես չգիտեմ, նա ինչպես կարող են լավ բան անել մեր ժողովրդի համար։ Իսկ դուք ունեք սպասելիք, դա ձեր խնդիրն է։ Իսկ ես հայտարարում եմ, ոչ մի լավ բան մի սպասեք նոր իշխանություններից։ Ոչինչ չի փոխվել, ուղղակի մյուս գայլին փոխարինելու գորշ, կապույտ, սև, կարմիր գայլերով։ Իսկ մի քանի անուններ կտակ այդ։ Բոլորը 90% ուզում եք, ամեն մարդ իր թշնամին ունի, ամեն մարդ իր ճանաչած ունի, ամեն մարդ իր բարեկամն ունի, դու բարեկամներին հանի, մնացած այդ 90% այդ մարդիկն են, որովհետև խմել են ժողովրդի անունը, հասկանում եք, մեր ժողովուրդը իրավունք ունի այսպես ապրելու, մենք 1000 տարի երկիր չենք ունեցել, 1000 տարի մենք մխկտացել ենք, ով է մեղավոր, մեղավորը մենք ենք, եթե մենք արտաքին հարաբերություններում, Արցախում կամ ուրիշ հարաբերություններում մեր գործերը դժվար են, հասկանում եմ, մեր տերությունները ունեն շահեր, բայց ներքին քաղաքականությունը աղբյուրը կորած Հայաստան, աղքատներ 1 միլիարդանոց վիլան Լեննականում կամ Երևանում փոքրիկ են դոմիկ հայրենոց կլինի, այն խրճիթների մեջ ապրում են մեր խեղճ ու կրակ ժողովուրդը, մի մենք դա են, չէ որ հայերը երբեք նյութապաշտ չեն եղել, հայերը միշտ եղել են սոցիալիստ դարեր շարունակ, 3000 տարի բանն են, պատմություն են, քանի հատ դղյակ ցույց տվեք, քանի հատ պատմաբանեցեք, որ հայ իշխանական թագավորը սարքել է, որտեղ մենք այդպեսին չենք եղել, մենք նյութապաշտ չենք եղել, մենք բավարարվել ենք միայն նրանով, որ մեր տունը տաք լինի, անկյուն լինի, ապրենք մարդավարի եւ դա է եղել մեր ճանապարհը։